Ողջունում եմ բոլորին, կարևոր հայտարարություն ունեմ հիմա անելու և այդ իսկ պատճառով խնդրում եմ հիմա հնարավորինս տարածել իմ այս հայտարարությունը և ամենայն լրջությամբ վերաբերվել այն ամենին, ինչի ես հիմա կասեմ և ինչի ես պատրաստվում եմ ասել 2 օր անց։ Ռուսաստանից տագնապալից և շատ լուրջ տեղեկություններ են ստացվում երկրում տիրող տնտեսական, ռազմաքաղաքական, քաղաքական իրավիճակի մասին։ Տեղեկություններ, նորություններ, որոնք վկայում են այն մասին, որ իրավիճակը Ռուսաստանում ժամ առ ժամ փոխվում է, դառնալով արդեն անկանխատեսելի։ Այո, նորից եմ ասում, իրավիճակը Ռուսաստանում ժամ առ ժամ փոխվում է, դառնալով անկանխատեսելի և այնպիսի իրավիճակ է ստեղծվում այդ երկրի ներսում, որ ցանկացած պահին կարող են սկսել շատ անսպասելի և կայծակնային և քաոսին տանող զարգացումներ։ Սա մեկ։ Երկրորդը, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին ամենայն լրջությամբ վերաբերվել նաև Ռուսաստանի Հայաստանի հասցեին հնչող բոլոր հայտարարություններին։ Մանավանդ այն հայտարարությանը, որը արեց մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Նարիշկինը և որին ես մանրամասն անդրադարձա իմ երեկվա եթերում, ովքեր չեն դիտել իմ երեկվա եթերը, կոչ եմ անում անպայման դիտել, այնտեղ ես մանրամասն դրա մասին խոսում եմ։ Ես հիշում եմ Պուտինի հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցրեցին ինչ է ինքը կարող է ներել մարդուն և ինչը ոչ։ Եվ Պուտինը պատասխանեց. ես կարող եմ ներել ամեն ինչ, բացի մեկ բանից, բացի դավաճանությունից։ Եվ եթե նայենք Պուտինի ամբողջ այս 26 տարիների իշխանության ժամանակագրությանն ու այս իրադարձություններին, ապա կհամոզվենք, որ այո, Վլադիմիր Պուտինը իրոք չէր կարողանում և չէր ներում դավաճաններին, բայց ոչ թե երկրի դավաճաններին, որոնք դավաճանում էին երկրի Ռուսաստանի ազգային շահերը, որտեղ ինքը Պուտինն է դավաճանել և դավաճանում Ռուսաստանի ազգային շահերը իր այս ագրեսիաներով, իր այս մեղմ ասած ոչ ողջամիտ քայլերով, այլ չէր ներում նրանց, ով դավաճանում էր իրեն անձամբ և իր հանցավոր շրջապատին, իր բանդային, որի անունն է Կոոպերատիվ Օզերը։ Եվ Պուտինը չներեց Գալինա Ստարովոյտովային, Շեկաչիխինին, Պուտինը չներեց Նավալնուն, Նեմցովին, Լիտվինենկոյին և շատ ու շատ այլ մարդկանց, Պոլիտկովսկայային, ովքեր հանդգնեցին գնալ պուտինյան ռեժիմի դեմ և բացահայտել Պուտինի հանցագործությունները, խոսել դրա մասին, հետաքննել դրանք և այլն։ Եվ հիմա նման դավաճան է Պուտինի համար Նիկոլ Փաշինյանը։ Ես ամենևին հիմա Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, կարծում եմ, ովքեր հետևել են իմ այս տարիների քաղաքական գործունեությանն ու հայտարարություններին, հասկանում են, որ ես եղել և մնում եմ այն մտքին, այն համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանի
ազգային շահերը եւ երկիրը հասցրել է այս կատաստրոֆիկ իրավիճակին, անդունդի եզրին, եւ այո, Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Բայց ես նաեւ մնում եմ այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանը չպիտի հեռանա Պուտինի սցենարով, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդողը չպիտի լինի Պուտինի հաջորդ խամաճիկը, եւ որ Պուտինը վրեժ լուծելով Նիկոլից չպիտի վտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը եւ չպիտի այստեղ քաոսի պատճառ դառնա։ Ուստի ես կոչ եմ անում բոլոր հայ մարդկանց, ովքեր հասկանում են վիճակի լրջությունը, զգոն լինել, սթափ լինել եւ պատրաստ լինել ցանկացած պահին տեր կանգնել մեր երկրին։ Սա մեր երկիրն է, մենք ենք այս երկրի տերը, մենք ենք մեր երկրի ապագայի տերն ու կերտողը, մեր գալիք սերունդների ապագայի տերն ու կերտողը, եւ այդ իրավունքը մենք որևէ մեկին չպիտի զիջենք, առավել եւս Ռուսաստանի կամ Թուրքիայի խամաճիկներին։ Հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի արդար թափանցիկ ընտրությունների միջոցով, հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ընտրի ինքը հայ ժողովուրդը, եւ հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի վայելի հայ ժողովրդի հարգանքը, սերը, վստահությունը առաջին հերթին, եւ հաջորդ իշխանության որոշումը պիտի կայացվի ոչ թե Մոսկվայում, Վաշինգտոնում, Բաքվում, Անկարայում, Փարիզում, այլ Երևանում։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունների ընթացքում, այս ընտրությունների արդյունքները մեղմ ասած կասկածելի են եւ դրա մասին բոլորն են խոսում, բայց դա չի նշանակում, որ նախաձեռնությունը պիտի անցնի Պուտինի եւ նրա հանցակիցների ձեռքը։ Եկող ուրբաթ օրը հունիսի 19-ին ժամը 15:00-ին ես շատ կարևոր եթեր եմ պատրաստում, որտեղ մանրամասն կխոսեմ այն ահագնացող լուրջ փաստերի եւ նորությունների մասին, որոնք գալիս են ժամ առ ժամ Ռուսաստանից։ Եվ կրկնում եմ, որոնք խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը փլուզման շեմին է կանգնած եւ խոսքը գնում է արդեն նույնիսկ ես կասեի ոչ թե ամիսների, այլ շաբաթների մասին, եթե ոչ օրերի։ Այո, վիճակը այդքան լուրջ է։ Եվ ես հիմա կոչ եմ անում բոլոր իմ ընկերներին, բոլոր իմ հայրենակիցներին, տարածեք իմ այս հայտարարությունը, միացեք իմ եթերին ուրբաթ օրը հունիսի 19-ին ժամը 15:00-ին, կոչ եմ անում բոլոր հայ մարդկանց մի կողմ դնել միջկուսակցական, անձնական տարաձայնությունները, խռովությունները եւ պատրաստ լինել համախմբվել ցանկացած պահին, երբ դրա կարիքը կլինի, երբ մեր հայրենիքի ապագան կորոշվի։ Այո, վիճակը սարդարապատային է եւ մենք իրավունք չունենք նեղ կուսակցական, նեղ անձնական խնդիրների պատճառով թույլ տալ, որ մեր երկրի ճակատագիրը որոշվի մեր թշնամիների կողմից։ Ես նորից կոչ եմ անում բոլոր հայ մարդկանց, ովքեր ուզում են, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ազատագրված, ռուս-թուրքական լծից ազատագրված երկիր, ապահով բարեկեցիկ երկիր, որտեղ մեր երեխաներն ու մեր թոռները, մեր գալիք սերունդները ապագա կտեսնեն եւ իրենց ապագան կկապեն այս հողի ու ջրի հետ, բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում զգոն լինել, սթափ լինել եւ պատրաստ լինել տեր կանգնել սեփական երկրին եւ մեր ապագային ու մեր երեխաների ապագային։ Կրկնում եմ, ուրբաթ օրը հունիսի 19-ին ժամը 15:00-ին չափազանց կարևոր
եթեր եմ պատրաստում Ռուսաստանում տիրող եւ ժամ առ ժամ ահագնացող իրավիճակի մասին։ Տարածեք իմ այս հայտարարությունը, միացեք իմ եթերին ուրբաթ օրը եւ հաջորդ եթերներին, նաեւ ասեմ, որ նույն օրը ուրբաթ օրը հունիսի 19-ին ժամը 17:10 ես ուղիղ եթերում հյուր կլինեմ ուկրաինական հայտնի Ունիան 4.9 միլիոն բաժանորդ ունեցող ալիքին։ Եվս կոչ եմ անում այդ եթերը նայել ուղիղ եթերում ուրբաթ օրը ժամը 17:10, բայց ամենակարևորը ուրբաթ օրը ժամը 15:00-ին իմ YouTube-յան ալիքի ուղիղ եթերում ես չափազանց կարևոր եւ անհրաժեշտ տեղեկություն կփոխանցեմ բոլոր նրանց, ովքեր հասկանում են պահի լրջությունը եւ պատրաստ են տեր կանգնելու մեր սուրբ հայրենիքին։ Շնորհակալություն, տարածեք իմ այս հայտարարությունը եւ կհանդիպենք ուրբաթ օրը ժամը 15:00-ին YouTube-յան ալիքի իմ ուղիղ եթերում։